2016 թվական ընթանում էր Ռումինիայի առաջնության Դինամո Բուխարեստ վոլունտարի հանդիպումը։ Կարծես թե խաղը ընթանում էր իր բնականon հունով, մինչ այն պահը, երբ 70-րդ րոպեին խոտածածկին է հայտնվում կամերունցի ֆուտբոլիստ Պատրիկ Էկենգը։ Էկենգը մահացավ 26 տարեկան հասակում սրտի կանգի պատճառով հենց խաղադաշտում։ «2004 թվական Պորտուգալիայի առաջնության հերթական հանդիպումներից մեկն էր։ Բենֆիկան հյուրընկալվել էր Գիմարայեշին։ Անընդհատ մարզվող այս տղաներից մեկը Միկլոշ Ֆեերն էր։ Վերջինիս Բենֆիկայի գլխավոր մարզիչը որոշեց խաղադաշտ դուրս բերել և հրավիրեց իր մոտ ցուցումներ տալու։ Հանդիպման 60-րդ րոպեին Ֆեերը մտավ խաղադաշտ մարտական տրամադրված։ Խաղի մնացած ամբողջ ընթացքում Միկլոշը պայքարում էր ջանասիրաբար։ Արդեն հանդիպման ավելացված ժամանակում Ֆեերը նույնիսկ հասցրեց դեղին քարտ ստանալ Մավանից վայրկյաններ առաջ։ Ստադիոնում գտնվողներից ոչ ոք աչքերին չէր հավատում։ Բոլորը ցնցված էին տեղի ունեցած ողբերգությունից։ Ցավոք սրտի բժիշկներին չհաջողվեց փրկել Ֆեերի կյանքը։ Հունգարացի ֆուտբոլիստը մահացավ 25 տարեկան հասակում։